Ողջույն, բարի գալուստ իմ Ալիգ, ես Անահիտն եմ, այսօր խոսում ենք PDD դատի շարունակության մասին, դատը դեռ ընթանում է, դատը դեռ չի ավարտվել, 13-րդ դատը կարծեմ ավարտվեց ու պետքա սպասենք հաջորդներին, որոնք էլ ավելի ապշեցուցիչ են լինելու, այնպես որ ժողովուրդ ձեզ բարի դիտում եմ մաղթում, հուսում որ կհավանեք հոլովակը, մենք շարժվում ենք առաջ։ Անիմաստ երկարացնել պետք չի, ուղղակի ձեզանից խնդրում եմ, որպեսզի բաժանորդագրվեք ալիքին, քանի որ դիտողների մեծամասնությունը ինձ չի հետևում, դա ձեզանից ոչ մի նեղություն չի տանում, ոչ մի դժվար բան չի, ուղղակի բաժանորդագրվեք, դրեք ձեր լայքը ու գնացինք նայելու։ Քեյսին ասել էր, որ երբեք չի ցանկացել սեռական հարաբերություններ ունենալ որևէ մեկի հետ, բացի Շոնից։ Իսկ այդ հարաբերությունների ընթացքում նա օգտագործել է տարբեր թմրանյութեր, որպեսզի չզգա, թե ինչ է կատարվում շրջապատում եւ իր հետ։ Խնդությունների համար վարձված տղամարդիկ ստացել են $1500-ից $6000 կանխիկ գումար, իսկ նրանց հավաքագրելով զբաղվել է Քեյսին, փորձելով նրանց փնտրել մերկապարուհիների եւ այլ կայքերի միջոցով։ Մայիսի 12-ում դատարանում ցուցմունք է տվել Ֆրիքոֆին մասնակցած մարմնավաճառ Դանիել Ֆիլիպը։ Նա զզվել է մանրամասները պատմել այդ փորձերից եւ դատարանին ասել է, որ ականատես է եղել, թե ինչպես է Քոմսը հարձակվել Վենտուրայի վրա եւ ծեծել նրան։ PDD փաստաբանը փորձել է հերքել վկայի պնդումները, բայց դատավորը թույլ է տվել, որպեսզի վկան մանրամասնի։ Իդեպ դիտի փաստաբաններից յուրաքանչյուրը այս գործից ստանալու է $10 միլիոն։ DD-ի պաշտպան Թենի Գերագոսը ատանակալներին ասել է, որ գործը սիրո, խանդի, անհավատարմության եւ փողի մասին է, մինչդեռ մեղադրողները, այսինքն ԱՄՆ կառավարությունը փորձում է այն վերածել շորթման եւ սեռական թրաֆիքինգի գործի։ Նա Քոմսի եւ Վենտուրայի հարաբերությունները անվանել է թունավոր հարաբերություններ երկու մարդկանց միջև, ովքեր սիրում էին միմյանց, փորձելով ներկայացնել սա նորմալ երևույթ։ Ամեն կերպ նրանք փորձում են արժանանալ իրենց $10 միլիոն։ Ամերիկացի рэփեր Սքոթ Սեդուկին, ով ավելի հայտնի որպես Քիդ Քադի, նույնպես ցուցմունք է տվել այս գործով, ասելով, որ Քոմսը 11 թվականին ներխուժել է իր տուն, իմանալով, որ նա հանդիպում է Քեսի Վենտուրայի հետ։ Քիդ Քադիին հնարավոր է, որ մենք չճանաչենք, որտեղ նա ավելի շատ հայտնի է ամերիկյան լսողների համար։ Մեսկուդին պնդել է, որ Վենտուրան շատ վախեցած էր, երբ PDD-ն իմացել է իրենց հարաբերությունների մասին։ Նրանք զանգահարել են Քոմսի աշխատակցուհուն, ով նույնպես շատ վախեցած էր թվում, եւ աշխատակցուհին ասել է, որ PDD-ն գնացել է Մեսկուդիի տուն։ Երբ рэփերը տուն է վերադարձել, Քոմսն արդեն այնտեղ չի եղել, սակայն տան որոշ իրեր տեղում չեն եղել, իսկ շունը փակված է եղել լոգարանում։ Սքոթը զանգահարել է ոստիկանություն եւ հաղորդել է անօրինական ներխուժման եւ գողության մասին։ Դեպքից 1 ամիս անց նրա Porsche հրդեհվել է։ Рэփերի խոսքով փորձագետները պարզել են, որ մեքենայի տանիքը հեռացվել է եւ դրա մեջ մոլոտովի կոկտեյլ են նետել, ինչի արդյունքում էլ տեղի ունեցել պայթյունը։ Рэփեր Քիդ Քադին այս ամենում մեղադրում է հենց PDD-ին։ DD-ի նախկին աշխատակցուհի Քոպրիկորն Կլարկը նույնպես խոսել է այս միջադեպի մասին, որը վերաբերվում էր Սքոթ Մեսկուդիին։ Նրա խոսքերով Շոնը իր տուն է եկել այն բանից հետո, երբ իմացել է Վենտուրայի եւ рэփերի հարաբերությունների մասին։ Ըստ նրա խոսքերի DD-ն շատ զայրացած է եղել, ձեռքին ատրճանակ էր պահում ու ասում, որ պլանավորում է սպանել Սքոթին, այնուհետև DD-ն ստիպել է նրան նստել մեքենա եւ նրա կյանքին հակառակ վարել այն, փնտրելով Քեյսին։ Երբ նրանք հասել են Մեսկուդիի տուն, Քոմսի եւ անվտանգության աշխատակիցը մտել են ներս, իսկ նա, Քոպրիկորնը, զանգահարել է Վենտուրային եւ պատմել, թե ինչ է կատարվում։ Դեպքից հետո կինը պատմել է, որ DD-ն սպառնացել է սպանել իրեն եւ Քեյսին, եթե նրանք չհամոզեն Սքոթ Մեսկուդիին, որ ինքը ներգրավված չի գողության մեջ։ Բացի այդ, ըստ Կապրիկորն Կլարկի, ինքն ու Շոն Կոմսը դժվար աշխատանքային հարաբերություններ են ունեցել, այդ թվում են, որ նա սպառնացել է սպանել իրեն աշխատանքի առաջին իսկ օրը։ Ըստ ԱՄՆ-ի շրջանային դատավոր Արուն Սաբրումանյանի, Շոն Կոմսի դատավարությունը կարող է տևել մինչև 8 շաբաթ։ Քոմսին սպառնում է ՑՄ ազատազրկում, եթե մեղավոր ճանաչվի բոլոր մեղադրանքներով։ Գիտեք, թե ով է եղել վկաներից մեկը։ Քեյսի մայրը, Ռեգինա Վենտուրան, նա անձամբ եկել է դատարան ու պատմել, թե DD-ն ինչ էր արել իր աղջկա հետ։ Ես չեմ էլ կարող պատկերացնեմ, անգամ չեմ էլ ուզում պատկերացնեմ, թե մոր համար ինչքան դժվար է, իսկապես դժվար է, լեզուս էլ չի պատտվում խոսեմ այս թեմայի շուրջ, ինչքան դժվար է գնաս կանգնես դատարանում մի աշխարհ մարդկանց մոտ ամբողջ աշխարհի ներկայությամբ պատմես, թե դու ոնց չես կարողացել քո երախոմ պահես, որ հանկարծ տենց վատ բանը իր կյանքում չլինի, որովհետև ամեն դեպքում կապ չունի, երեխան 11 տարեկանը, 18-21 մեր երեխան է, այսինքն եթե մենք երեխա ենք ունենում, մեր ամբողջ կյանքի համար է, մենք պատասխանատվություն ենք զգում երեխաների հանդեպ ու ինչքան դժվար է ծնողին գիտակցել, որ ինքը այդ իր պարտքը լավ չի կատարել։
Ես չեմ մեղադրում չմտածեք հանկարծ մեղադրում, կյանքը այնպես դժվար բան, այնքան հանգամանքներ կան, որ մենք չենք կարող հստակ ասել, որ սա մեղավոր է, սա անմեղ, բայց իսկապես շատ դժվար է ծնողի համար նման տեղ գնալը։ Այն էլ այտենց հարցով։ Ռեգինան դատարանում հայտնել է, որ 2011 թվականին Դիդին սպառնացել է հրապարակել Քեյսի ինտիմ տեսագրությունները, երբ իմացել է նրա հարաբերությունների մասին рэփեր Քիդ Քադիի հետ։ Նա նաև սպառնացել է վնասել Քեյսին եւ Քիդ Քադին։ Այս սպառնալիքները ներկայացվել են դատարանին Քեյսի կողմից մորը ուղարկված էլեկտրոնային նամակներում։ Ռեգինան վկայել է, որ Դիդին պահանջել է $20,000 որպես փոխհատուցում Քեյսի վրա ծախսած գումարների համար։ Վախենալով դստեր անվտանգության համար Ռեգինան եւ նրա ամուսինը վերցրել են հիպոթեքային վարկ գումարը փոխանցելու համար։ Չնայած գումարը հետո հետ է վերադարձվել մի քանի օր անց, այս դեպքը ընդգծում է ենթադրյալ ֆինանսական ճնշումը Դիդիի կողմից։ Ռեգինան նաև նշել է, որ լուսանկարել է Քեյսի մարմնի վրա հայտնաբերված կապտուկները փաստագրելու ենթադրյալ բռնությունները։ Քեյսի Վենտուրայի նախկին ոճաբան Դեն Տնեշը ևս ներկայացել է կարևոր վկայությամբ բացահայտելով ենթադրյալ բռնությունների եւ սպառնալիքների մանրամասները։ Տնեշը վկայել է, որ բազմիցս ականատես է եղել Դիդիի կողմից Քեյսի նկատմամբ կիրառված ֆիզիկական բռնություններին։ Նա նշել է, որոշ դեպքերում ստիպված են եղել թաքնվել Քեյսիի հետ խուսափելու համար Դիդիի հարձակումներից։ Նեյշը հայտնել է, որ Քեյսին իրեն է պատմել, որ Դիդին ստիպում է իրեն մասնակցել ֆրիքով կոչվող սեռական մարաթոններին, հաճախ թմրանյութերի ազդեցության տակ։ Քեյսին հայտնել է, որ չի ցանկացել մասնակցել այդ միջոցառումներին, սակայն զգացել է, որ չունի ընտրության հնարավորություն, պարզապես չունի։ Նեյշը վկայել է, որ Դիդին սպառնացել է Քեյսին, ասելով, որ կուղարկի նրա ինտիմ տեսագրությունները ծնողների աշխատավայրեր, նպատակ ունենալով նվաստացնել նրան եւ վնասել ընտանիքի հեղինակությունը։ Դատարանում վկայություն է տվել Քեյսի նախկին դիմահարդարը, ով նշել է, որ 16 թվականին տեսել է Քեյսին կապտուկներով եւ նրան թաքցրել է իր տանը ապահովության համար։ Հետո Դիդիի դեմ ընթացող դաշնային դատավարությունում վկայություն է տվել նրա նախկին անձնական օգնական Միա Կեղծանունով անձնավորությունը։ Նա ներկայացրել է Դիդիի կողմից իր նկատմամբ ենթադրյալ սեռական, ֆիզիկական եւ հոգեբանական բռնությունների մանրամասները։ Միան պնդել է, որ Դիդին սեռական բռնություն է գործադրել իր նկատմամբ, ներառյալ բռնաբարություն նրա Լոս Անջելեսի բնակարանում։ Նա նշել է, որ չնայած բռնություններին ինքը շարունակում էր շփվել Դիդիի հետ, ուղարկելով սիրալիր հաղորդագրություններ, քանի որ ինքն իրեն ուղեղը լվացված եւ հուզականորեն շփոթված է զգացել։ Միան նկարագրել է Դիդիի հետ աշխատանքի ընթացքում քնի պակասի, բռնության եւ սեռական ոտնձգությունների մասին։ Նա նաև նշել է, որ Դիդիի 40-ամյակի երեկույթի ժամանակ ենթարկվել է սեռական ոտնձգության։ Դիդիի պաշտպան Բրայան Սթիլը կասկածի տակ է առել Միայի վկայության հավաստիությունը, ենթադրելով, որ նրա մեղադրանքները ֆինանսական շահադիտական նպատակներ ունեն։ Սակայն դատավորն արձանագրել է, որ հարցաքննության տոնն ու կրկնվող բնույթը կարող են վախեցնել հետագա վկաներին։ Միայի ինքնությունը համացանցում բացահայտվել է։ Չնայած որ դատարանը հատուկ միջոցներ էր ձեռնարկել նրա գաղտնիությունը պահպանելու համար, հաշվի առնելով ներկայացված մեղադրանքների լրջությունն ու վկայի անվտանգության անհրաժեշտությունը, բայց վերջին օրերին համացանցում տարածվել է տեսանյութ, որը բացահայտել է Միայի ինքնությունը։ Տեսանյութում կինը ներկայացվում է որպես Սարա, եւ այն հրապարակվել է Inner City Press-ի կողմից։ Այս բացահայտումը խախտում է դատարանի կողմից սահմանված գաղտնիության պայմանները, որոնք նպատակ ունեն պաշտպանել վկայի անվտանգությունն ու անձնական տվյալները։ Մեղավոր են Դիդիի փաստաբանները, նրանք այնպիսի հարցեր են տվել, որ պատասխաններից հեշտ է եղել նրա ինքնությունը պարզելը, հատկապես տիկտոկյան Շերլոք Հոլմսերի կողմից։ Մեղադրող կողմը նշում է, որ նման արտահոսքը կարող է լուրջ հետևանքներ ունենալ դատավարության ընթացքի վրա, ներառյալ հնարավոր դատավարության անվավեր ճանաչման պահանջը։ Բացի այդ, վկայի ինքնության բացահայտումը կարող է վտանգել նրա անվտանգությունը եւ վախեցնել հնարավոր վկաներին, խոչընդոտելով արդար դատավարության ընթացքին։ Դատարանը դեռևս պաշտոնապես չի արձանագրել այս արտահոսքին, սակայն ակնկալվում է, որ առաջիկա նիստերում այս հարցը կքննարկվի։ Վերջին շաբաթների ընթացքում рэփերը 50 Cent-ը շարունակաբար ծաղրում է Շոն Դիդիին։ Դիդիի նախկին օգնական Կապրիկորն Քլարկի վկայության ժամանակ, երբ նա նշել է, որ Դիդին զենք ունի եւ խնդիր ունի 50 Cent-ի հետ, վերջինս Instagram-ում գրել է. Սպասեք, Փոփին զենք ունի, չեմ հավատում։ Ես ինձ ապահով չեմ զգում։ Հետագայում նա ավելացրել է. Օ, իմ բարություն, փոքրիկ Դիդին ուզում է ինձ սպանել, պետք է թաքնվեմ, կարծում եմ կթաքնվեմ play-off խաղի ժամանակ։ NBA play-off խաղի ժամանակ 50 Cent հրապարակել է արհեստական բանականությունով խմբագրված պատկեր, որտեղ ինքը գրում է Free Diddy գրությամբ շապիկ։ Նա նաև կասկածի տակ է դրել դատարանի առջև Free Diddy գրությամբ շապիկ կրող մարդկանց իսկությունը ենթադրելով, որ Diddy-ն վճարում է նրանց
իր օգտին ցույցեր կազմակերպելու համար, իրեւ 1 ժամ շապիկով կանգնելու համար վարձատրվում է $20։ Այս դաժան պատմության մեջ 50 Cent-ը միակ մարդն է, ով մեզ մի փոքր պոզիտիվ է տալիս, իր Instagram-ը մտնում ես ու վերջ տրամադրությունը բացվում է։ Եթե իհարկե տրամադրություն չես ունենում լսելուց հետո թե ինչեր է կատարվում Դիդիի դատի ժամանակ, թե ինչեր է արել Դիդին վերջին 30 տարիների ընթացքում։ Ինչպես ասացի, ծնողը մնում է ծնող, չէ՞։ Մեր պարտքն է նրանց հետ լինել, մինչև մեր կյանքի վերջը ու պաշտպանել նրանց։ Նման կերպ մտածում է Դիդիի մայրը եւ ամեն օր գալիս է դատին, մասնակցում է դատին, ինչպես նաեւ Դիդիի տղաներն են ներկա գտնվել, աղջիկները այլևս չեն գալիս։ Երբ օրակ աղջիկները այլևս չեն գնում դատարան, որովհետև նենց բաներ են պատմի իրենց որ մասին հաստատ հաճելի չի լինել լսելու, ըստ ստայսկի երեխու տեղել չի որ գնան, չնց չափaz աղջիկներ են, բայց այն որ Դիդին պաշտպանում էր ընտանիքի անդամները աջակցություն են ցուցաբերում, Դիդին նաև ով է աջակցել։ Ռեյ Ջեյը։ Հիշում եք Ռեյ Ջեյին, ինքը Քիմ Քարդաշյանի հայտնի հոլովակի հայտնի տղան է, նաև հանդիպել է Ուիթնի Հյուսթոնի հետ, երկուսի մասին հոլովակներ ունեմ, կարող եք դիտել։ Մի խոսքով Ռեյ Ջեյը Փիրս Մորգանի տված հարցազրույցում նշել է, որ Դիդին ընտիր տղա է ու այդ ֆրիկոֆերը լրիվ հորինած է։ Մարդիկ գալիս են մորնավաճառներն ասում են, որ եղել է այդպես բան մանրամասը ներկայացնում ենք, ասում հորինած է։ Չնայած բոլորի համար նորություն չէ, որ Ռեյ Ջեյը սապոն ձեռման է գալիս։ Հոլովակն ավարտում ենք ուրախ լուրով, ինչի՞ չէ, որ բոլոր իմ հոլովակներս հենց ավարտել եմ ուրախ լուրով։ Կեյսի Վենտուրան մայիսի վերջին Նյու Յորքի բանդանոցներից մեկում ծննդաբերել է։ Շնորհավորում ենք նրան, հուսով ենք, որ երեխայի ծնունդը նրա համար ստարտ կլինի նոր պայծառ կյանքին։ Այսքանը։ Սպասեք հաջորդ հոլովակներին, որովհետև գնալով ոնց հասկացա թեժ է լինելու։ Ես ձեզ մաղթում եմ լավ օր, լավ մնացեք, մենք շատ շուտով կհանդիպենք։